Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է կտրուկ սրվել։ Իրանի և Միացյալ Նահանգների ու Իսրայելի միջև լայնածավալ ռազմական բախումները մտնում են նոր փուլ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազային, որտեղ ըստ իրանական կողմի տեղադրված էր հեռառադարային համակարգ, նախատեսված բալիստիկ հրթիռների հայտնաբերման համար։ Տարածված տեսանյութերում երևում են հարվածի պահն ու ծխի բարձրացող սյուները։ Ծխի հետքեր են արձանագրվել նաև Հորդանանի տարածքում գտնվող ամերիկյան օբյեկտների մերձակայքում։ Միաժամանակ սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է խուճապային իրավիճակ Քաթարում հրթիռ ընկնելու մասին հաղորդագրություններից հետո։ Իսրայելում ևս արտակարգ իրավիճակ է, տարածվում են տեսանյութեր Թել Ավիվից և Հայֆայից, որտեղ հաղորդվում է հրդեհների և պայթյունների մասին։ Որոշ աղբյուրների համաձայն վնասվել են զինամթերքի պահեստներ, ինչպես նաև այրվել են տրանսպորտային միջոցներ։ Միաժամանակ հաղորդվում է, որ Իրանի հրթիռային հարվածները հասել են նաև Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլ երկրների տարածքներ, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական օբյեկտներ։ Այդ երկրներում օդային տարածքները ժամանակավորապես փակվել են, իսկ ռազմաբազաներում տագնապի ազդանշանները հնչում են գրեթե անընդհատ։ Ֆրանսիական լրատվական աղբյուրները հայտնում են, որ խոսված հրթիռներից մեկի բեկորները ընկել են օդանավակայանի թռիչքուղու հատվածում, սակայն մարդկային զոհեր չեն արձանագրվել։ Իրանական պետական հեռուստաընկերությունը հրապարակել է հրթիռների արձակման կադրեր, ընդգծելով, որ օգտագործվել է զինանոցում առկա ներուժի միայն մի մասը։ Պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարները հայտնել են, որ առաջիկայում կարող են կիրառվել ավելի հզոր համակարգեր։ Ի պատասխան, Իսրայելի բանակը ներկայացրել է տեսանյութեր, որտեղ ըստ պաշտոնական հաղորդագրության ոչնչացվում են Իրանի տարածքում տեղակայված հրթիռային կայաններ։ Հարվածներ են արձանագրվել Թեհրանում, Սպահանում, Թավրիզում և այլ քաղաքներում։ Արևմտյան մամուլի տվյալներով Թեհրանում թիրախավորվել են ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ։ Ըստ որոշ աղբյուրների, հարվածներ են հասցվել նաև պետական կառույցների և անվտանգության համակարգերի հետ կապված ենթակառուցվածքներին։ Իսրայելի վարչապետը ռազմական գործողությունը բնութագրել է որպես կանխարգելիչ քայլ, նշելով, որ այն ուղղված է Իրանի կողմից ներկայացվող սպառնալիքի չեզոքացմանը։ Նրա խոսքով թույլ չպետք է տրվի, որ Թեհրանը հասնի միջուկային զենքի ստեղծման փուլին։ Միացյալ Նահանգների ղեկավարությունը նույնպես հանդես է եկել կոշտ հայտարարություններով։ Պենտագոնը տեղեկացրել է, որ տարածաշրջանում իրականացվում է լայնածավալ ռազմական գործողություն, ներգրավելով ռազմաօդային, ռազմածովային և այլ ուժեր։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ գործողությունները կարող են շարունակվել մի քանի օր։ Միաժամանակ հաղորդվում է, որ Իսրայելը սկսել է պահեստազորայինների մասնակի հավաքագրում։ Տարբեր աղբյուրների համաձայն հրթիռային հարվածներ են հասցվել նաև Իրանի մի շարք կարևոր քաղաքների ուղղությամբ։ Թեհրանում արձանագրվել են մի քանի պայթյուններ կառավարական թաղամասերի մերձակայքում։ Տարածվում են կադրեր, որտեղ երևում են վնասված շենքեր և փրկարարական աշխատանքներ։ Reuters գործակալությունը հայտնում է, որ Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր, պաշտոնական հաստատում դեռևս չկա։ Իրանական աղբյուրները խոսում են ռազմական և քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում հնարավոր կորուստների մասին, սակայն տեղեկությունները հակասական են և ամբողջությամբ չեն հաստատվել։ Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է զարգանալ արագ տեմպերով։ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, օդային տարածքները մասամբ փակ են, իսկ դիվանագիտական շփումները ակտիվացել են։ Վերլուծաբանների գնահատմամբ սա կարող է դառնալ վերջին տարիների ամենախոշոր էսկալացիան, ընդգրկելով միաժամանակ մի քանի պետություն և սպառնալով լայնածավալ տարածաշրջանային բախման։ Միջազգային արձագանքները չեն ուշացել։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել, քննարկելու տարածաշրջանում արագորեն սրվող իրավիճակը։ Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտական ճանապարհին։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության ներկայացուցիչները հայտարարել են, որ ցանկացած լայնածավալ բախում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ նաև գլոբալ էներգետիկ շուկաների համար։ Նավթի գները կտրուկ աճ են արձանագրել առաջին իսկ ժամերին։ Միջազգային բորսաներում արձանագրվել է լարվածություն։ Ներդրողները փորձում են գնահատել հնարավոր ռիսկերը, կապված Պարսից ծոցի նավթային երթուղիների անվտանգության հետ։ Վերլուծաբանները նշում են, որ եթե ռազմական գործողությունները տարածվեն Հորմուզի նեղուցի վրա, համաշխարհային շուկան կարող է բախվել լուրջ ցնցումների։ Տարածաշրջանային երկրներում ռազմական պատրաստվածությունը բարձրացվել է առավելագույն մակարդակի։
Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները հայտել են, որ իրենց հակօդային պաշտպանության համակարգերը գործում են ուժեղացված ռեժիմով։ Միաժամանակ հաղորդվում է, որ ամերիկյան ռազմածովային ուժերը լրացուցիչ նավեր են մոտեցրել տարածաշրջանին։ Իրանի պաշտոնական հայտարարություններում շեշտվում է, որ գործողությունները պաշտպանական և պատասխանային բնույթ են կրում։ Թեհրանը պնդում է, որ իր տարածքի դեմ իրականացված հարվածներից հետո այլընտրանք չի ունեցել։ Պահապանների կորպուսի ներկայացուցիչները ընդգծել են, որ հարվածների մասշտաբը կարող է ընդլայնվել, եթե ռազմական ճնշումը շարունակվի։ Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը իր հերթին հայտել է, որ գործողությունները նպատակ ունեն կանխել Իրանի ռազմական կարողությունների հետագա զարգացումը։ Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ թիրախավորվել են ենթակառուցվածքներ, որոնք ըստ իսրայելական կողմի կապված են հրթիռային ծրագրերի և ռազմավարական հետազոտությունների հետ։ Վաշինգտոնը ընդգծում է, որ իրենց առաջնային նպատակը տարածաշրջանում ամերիկյան զորքերի և դաշնակիցների անվտանգության ապահովումն է։ Միևնույն ժամանակ, ամերիկյան որոշ աղբյուրներ նշում են, որ գործողությունների տևողությունը կախված կլինի Իրանի հետագա քայլերից։ Ռազմական փորձագետները նշում են, որ ներկայիս փուլում կողմերը փորձում են ոչ միայն հասցնել առավելագույն վնաս, այլ նաև ազդել միմյանց հոգեբանական և քաղաքական հաշվարկների վրա։ Հրթիռային հարվածները, օդային տարածքների փակումը, պահեստազորի հավաքագրումը այս ամենը վկայում է, որ հակամարտությունը դուրս է եկել սահմանափակ գործողությունների շրջանակից։ Տարածաշրջանում ապրող քաղաքացիական բնակչության համար իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Մի շարք քաղաքներում փակվել են դպրոցներն ու պետական հաստատությունները, մարդիկ փորձում են ապաստարաններում անցկացնել գիշերը։ Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերը ցույց են տալիս դատարկ փողոցներ, օդային տագնապի ազդանշաններ և փրկարարական ծառայությունների ակտիվ աշխատանք։ Արևմտյան վերլուծական կենտրոնները չեն բացառում, որ առաջիկա օրերին հնարավոր են կիբերհարձակումներ և էլեկտրոնային պատերազմի տարեակտիվացում։ Մինչ այժմ արդեն հաղորդվել է որոշակի հաղորդակցական համակարգերի ժամանակավոր խափանումների մասին։ Քաղաքական դիտորդների գնահատմամբ իրավիճակը կարող է զարգանալ երկու հիմնական սցենարով։ Առաջինը՝ կողմերը սահմանափակվում են փոխադարձ հարվածներով և որոշ ժամանակ անց անցնում բանակցային փուլ։ Երկրորդը՝ էսկալացիան խորանում է և ներգրավում են նոր դերակատարներ, ինչը կարող է վերաճել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի։ Առայժմ հստակ չէ, թե որ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները, սակայն արդեն ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը փոխում է ուժերի դասավորությունը և ստիպում տարածաշրջանի բոլոր երկրներին վերանել իրենց անվտանգության ռազմավարությունը։ Այսպիսով, Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ պայթյունավտանգ։ Կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում և հայտարարում պատրաստակամությունը շարունակելու գործողությունները, մինչդեռ միջազգային հանրությունը փորձում է կանխել լայնածավալ պատերազմի վտանգը։ Ռազմական գործողությունների ինտենսիվությունը, հրթիռային հարվածների աշխարհագրությունը և ներգրավված երկրների թիվը ցույց է տալիս, որ հակամարտությունը դուրս է եկել սահմանափակ բախման շրջանակից։ Տարածաշրջանում յուրաքանչյուր նոր հարված մեծացնում է սխալ հաշվարկի և վերահսկողությունից դուրս գալու ռիսկը։ Միևնույն ժամանակ դիվանագիտական ուղին դեռ ամբողջությամբ փակված չէ։ Մի շարք պետություններ միջնորդական նախաձեռնություններ են քննարկում, փորձելով նվազեցնել լարվածությունը և վերադարձնել կողմերին բանակցության սեղան։ Առաջիկա օրերը վճռորոշ կարող են լինել թե ռազմական, թե քաղաքական առումով։ Կպարզվի՝ կողմերը կընտրեն էսկալացիայի ճանապարհը, թե կփորձեն սահմանափակել բախումը։ Մենք շարունակելու ենք հետևել զարգացումներին և ներկայացնել նոր մանրամասները, հենց որ դրանք հասանելի դառնան։